ֆուտբոլը Հայաստանում դարձրել են եւ բանակից ազատվելու միջոց։ Այնտեղ իր աշխատավարձ կունի մոտ 20,000 եվրո, ֆուտբոլը դարձրել են ինչ-որ կուտոկ։ Լավ տաղանդավոր երեխա պարապում, իրան չեն կանչում հավաքականին, իսկի որ նստած է սկամեյքի չի խաղում, իրան կանչում են, վերապապան այնտեղ ֆեդերացիայի հետ ինչ որ կապեր ունի։ Պարոն Սողոմոնյան, որքան արժեր Փյունիկը, որ վաճառեցիք։ Ողջույն Արմլուրի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Փյունիկ ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանին։ Պարոն Սողոմոնյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում, շատ ուրախ ենք, որ վերջապես կարողացաք գալ մեզ հյուր։ Պարոն Սողոմոնյան, դուք առաջիններից եք թերևս, որ բարձրաձայնեց հայկական ֆուտբոլի ներկայիս խնդիրների մասին, ինչից հասկացաք, որ հայկական ֆուտբոլն այժմ ապրում է իր ֆիասկոն։ Ցավոք սրտի Այն ինչ որ այսօր տեսնում ենք մենք մեր երկրպագուները, դա այսբերգի միան վերևի մասն է։ Իսկ այս ամեն ինչը ավելի խորն է մեր խնդիրները ֆուտբոլի, ու այսօր դա իհարկե տխուր թեմա է, որովհետև այդ ամեն ինչը կապված է ոչ թե միան այսօրվա, այդ եւ ապագայի, մեր երեխաների հետ։ Օրինակ բերեմ, որ այս մենք բոլորս տեսանք այս հայտարարակ պարտությունները Վրաստանին, ճիշտ ասած պատմությունում այդպես չի եղել, երբ որ 35 րոպեին արդեն 5-0 էր, ինձ թվում է դրանից հետո վրացի կողակի մեզ մի քիչ խեղճացին, ու երբ որ անցյալ անգամ մեր հավաքականն 9-1 պարտվեց, Արթուր Վանեցյանները ժամանակ նախագահան ենք հրաժարական տվեց։ Իսկ հիմա մենք արդեն վրացիքին են 9-1 պարտվում, երկու խաղ իրար հետ, բայց ոչ ոք չի պատրաստում հրաժարական տա ու իհարկե ցավալի է, բայց էլի կրկնեմ, դա միան վերևի մասն է, դա մի քիչ խորը նայենք մեր բոլոր ֆուտբոլի, ասենք, իրավիճակը։ Իհարկե շատ ահավոր է, մենք էլ այդքան ցածր չի իջել։ Ֆուտբոլը երևի այսօր շատ փոքր մասն է մեր կյանքի բնագավառը, քիչ մարդիկ են, որ հետաքրում, երբ որ արդյունքները ցածր է, մարդկանց հետաքրքիր չի, բայց շատ ցուցադրական է, որովհետև այդ ամեն ինչը իհարկե մեր մոտեցումից է։ Ես համոզված եմ, որ մենք բոլորս, ես էլ մեղավոր ենք, որ այդ ամեն ինչը եղավ, որովհետև ամենասկզբից երևի մենք հասկանում ենք, ինչ մարդիկ են եկել ղեկավարության, երբ որ իրանք նոր են ընտրվում, որովհետև անհասկանալի էր, 19 թվին բոլոր ակումբից մենք պահանջեցինք հրաժարականը ֆեդերացիայի ղեկավարությունից, ու Միլիկ Բեկյանը գլխավոր տնօրենն էր այդ պահին։ Ու չանցած մի ամիս ինքը իր տեխնացությունը դրեց որպես նախագահ, ճիշտ ասած, բարձր ոչ որոշ բան լավ դրանից դուրս չի գա, հա, ու տենց էլ ստացվեց, ցավոք սրտի։ Հա, ու իհարկե ես գործարար եմ ու ես գիտեմ, որ հաջողությունը ամենակարևորը 95%-ով կախված է ղեկավարությունից։ Եթե լավ ղեկավարը, ուրեմն գործը կարա հաջողվի, եթե չէ։ Այսօր ցավոք սրտի ֆուտբոլում մենք այդ ենք տեսնում, որովհետև ես անձամբ իրանց հետ շատ եմ շփվել, փորձել եմ ինչ-որ մի բանով աջակցել, խոսալ, հանդիպել, բայց հետո լրիվ հիասթափվա, հասկացա, որ այդ մարդկանց չի հետաքրքրում ֆուտբոլը, հետաքրքրում է միան իրանց պաշտոնները, միան այնտեղ գումարային հարցեր, բայց գիտեք, ֆուտբոլը տարբերվում է նրանով, որ ֆուտբոլում իշխանություն չկա, ֆուտբոլում այն ով եկել ղեկավար ինքը պետք է ծառայի, որովհետև մարդիկ գալիս են, ներդրումներ են անում, իսկ դու պետք է իրանց ինչ-որ մի ձևով օգնես, իրանց մոտիվացնես, որ իրանք ավելի շատ ծախսեն, իրանք զարգացնեն, դա քո գլխավոր նպատակը։ Այսօր մեր մոտ Հայաստանում դրիվ շուր է եկել, իրանք համարում են, որ ղեկավարները իրանք են, իրանք իրավունք ունեն մեզի կարգավորեն, մեզի հրամաններ տան, չնայած մենք փող ծախսողներ ենք, իրանք փող ստանում են որպես աշխատավարձ, պետք է լրիվ ուրիշ ձևով լինի։ Ու իհարկե այս վիճակի, որ մենք հասել ենք, ես համարում եմ, որ մեզ այդ բերել են Արմեն Միլեկբեկյանը եւ Արմեն Նիկողոսյանը, նախագահան եւ փոխնախագահան, բայց մենք բոլորս ենք մեղավոր, որտեղ շուտ պետք է այդ ամեն ինչը հասկանանք։ Ես օրինակ 22 թվից պայքարում եմ շատ վաղ մենակով ու իմ համար արդեն այն ժամանակ էր շատ ցավալի, հետո դուք տեսաք 3 ակումբ դուրս եկան ու իրան ձայները բարձրացնում են, գիտեք, այն 3 ակումբն են, որ լուրջ զբաղվում են մանկապատանական ֆուտբոլով։ Այսօր ցավոք սրտի Հայաստանում կարելի ասել ընդամենը 3 ակումբ են, որ զբաղվում են։ Մնացածը եկեք այդ 3 ակումբները։ Այդ Ուրարտունա, Շիրակ Գյումրի եւ Փյունիկ։ Իմ վաղվա Փյունիկը ես կարամ ասել։ Մենք լուրջ ենք մոտենում այդ process-ին։ Մնացածը շատը պահում են երեխեքին լիցենզիավորման համար, որտեղ դու պարտական ես ունենաս թիմեր,
ու այդ պահում են, իսկ մենք ոնց որ հավատում ենք մեր երեխաներին, որ կարելի է մեջներից աճացնել, ու ես համոզված եմ, որ մեր երեխեքը իրոք շատ մեծ պոտենցիալ ունեն, դա ոչ թե միայն իմ կարծիքն է, ես Իտալիայից օրինակ մասնագետներ եմ բերել, ու իրանք ինձ ասել են, մինչև 10 տարեկան ձեր երեխեքը շատ ուժեղ են, շատ տաղանդավոր են, բայց հետո դուք չեք կարող դա իրականացնել, չեք չէ, սիստեման սխալ է, մոտեցումը սխալ է, ոչ պրոֆեսիոնալ է։ Իսկ այդ տարիքը շատ կարևոր է։ Դու երկրորդ անգամ չես կարող ապրես այդ տարիքում ամեն ինչ։ Մինչև 12 տարեկան է բնավորությունը, ասենք թե ձևավորվում։ Դրա համար այդ ամեն ինչը շատ կարևոր է։ Իսկ այստեղ մեր մոտ, եթե մենք նայենք մեր արդյունքների, օրինակ այս տարի 25 թվին 17-երի, 19-երի ու 21-երի Եվրոպայի առաջնությունն է անցնում։ Ու մենք իհարկե որպես Հայաստան բոլորին մասնակցել ենք։ 17-երը ու 19-ները երկու փուլ են անցնում։ Սկզբից մի քիչ ցույլ թիմերի հետ են խաղում, հետո ավելի ուժեղ։ Մեր 17-երը պարտվան լրիվ խաղերը, բոլոր խաղերը ու վերջի տեղ գրավեցին, 4-ից 3 թիմը անցնում էր երկրորդ փուլ։ Մենք 4-րդ տեղը վերջի տեղը գրավեցինք։ Մեր 19-ները բոլոր խաղերը պարտվեցին, վերջի տեղով դուրս թռան։ Մեր 21-երը այնտեղ 10 թիմ է, հա, մենք վերջի 10-րդ տեղը գրավեցինք, ընդամենը 2 միավոր վաստակեցինք ու 2 գոլ խփեցինք, մեզնից քիչ միան Սան Մարինոն է խփել բոլոր թիմերի մեջ, բոլոր Եվրոպայում։ Ես ուզում եմ ցույց տամ, որ այսօրվա այն ինչ որ կարող է չեն տեսնում, երկրպագուները շատ է գալիս են խաղերի հավաքականի, հա, այդ կարող է այդ մանգունքները չգիտեն, հա, նույն խայտարակ վիճակը մնացած բնակավարներն է։ Բայց ես, որ ներքին մարդ, այդ ամեն ինչը տեսնում եմ, փորձում եմ ինչ որ մի ձևով ու այստեղ խնդիրը նրանում չի, որ մեր երեխեքան տաղանդ են։ Ես համարում եմ, մենք շատ տաղանդավոր երեխեք ունենք։ Ուղղակի մոտեցումը ոչ պրոֆեսիոնալ է։ Ոնց են այս հավաքականները կազմում, դեղ ծանոթներին են շատ բերում, կամ ասենք թե Ավան ակադեմիան, իմ կարծիքով դա ամենաթույլ ակադեմիան է Հայաստանում, բայց այդ ղեկավարումը Մելիք Բեկյանն ու տեղ երեխեքին տեղ են տալիս, օրինակ բերեմ, ասենք թե մեր 17-երը խաղում են, ես հաշիվը տեսա 8-0 պարտվեցինք Լեհաստանին, ես մեր մարզիչներին ասում եմ, բայց այնտեղ մեր դարպասապանն է Արտուր Պետրոսյան, շատ լավ երեխա է, այդ ոնց եղավ 8 գոլ բաց թողեց, ասեցի մի հատ նայեք ստատիստիկան, 23 հարված է եղել Հայաստանի դարպասին 0 Լեհաստանին։ Լավագույն ֆուտբոլիստը համարվել է Արտուր Պետրոսյանը, որտեղ 23-ից ընդամենը ունդեղ թիմ չկար, էլի այդ տղեն կարելի ասել մենակով էր խաղում, նույնը հաջորդ խաղը մենք պարտվեցինք, 1-0, 14 անգամ հարվածել մեր վարոտներին, դաժե պենալը վեկալեց, բայց իսկ եթե ճիշտ մոտեցում ուներ, ես համոզված եմ, որ այսօր էլ արդեն մենք ուրիշ արդյունքներ կգրում։ Մարզիչներին իրանք են ընտրում, вообще ֆուտբոլից հեռու մարդկանց իրան ծանոթներին։ Ու սա դարձել է, ես իմ ֆուտբոլը դարձել են ինչ որ կուտոկ։ Պարոն Սողոմոնյան, տեսեք, այսքան խոսում եք, որ ֆուտբոլում էլ կան ծանոթ, բարեկամ, հարազատ այդ սկզբունքը, ինչից ներկայիս իշխանությունները գալիս են թերևս հրաժարվելու համար, բայց ինչպես տեսնում ենք, այդպես չէ։ Փորձել եք խոսել օրինակ այդ նույն մարզիչներին, Մելիք Բեկյանին, Նիկողոսյանին նշանակողների հետ եւ բացատրեք, որ այս մարդիկ ֆուտբոլի հետ կապ չունեն, որ դուք նրանց նշանակում եք ֆուտբոլի ղեկավարներ, ֆեդերացիայի ղեկավար, փոխնախագահ կամ ոչ թե խոսել եմ, ես բարձրաձայնել եմ ու դրա պատճառով շատ տուժվել եմ։ Իմ վրա գործ են փորձել հարուցել, դատե են տվել, մեր թիմը զրկում են բոլոր դաշտերից, պարապմունքների հնարավորություններից, մեր երեխեքին հավաքական չէին կանչում, չնայած տաղանդով իրանք ավելի բարձր էին, որովհետև իրանք Փյունիկի հետ կապ ունեին, կամ ասենք թե մեր մարզիչ ինչ-որ մի բան ասում էր, իրան 6 խաղով զրկում են, ուրիշ մարզիչերին ու կռիվ էր անում մի խաղ էին։ Մեր նկատմամբ շատ անարդար էր իմ կարծիքով, ու չնայած օրինակ վերջի այս մրցաշարը անցած տարվա մենք ունենք ոչ խաղալու տեղ, ոչ պարապմունքի տեղ, մենք մանկապատանական դաշտում էինք խաղում, արհեստական դաշտի վրա, ու էլի դարձանք չեմպիոն։ Իհարկե, դա մեր մարզական շտաբի եւ տղաների, ֆուտբոլիստների շնորհիվ իրանց է, բայց դա ֆուտբոլ չի, դա գիտեք ոնց, ֆուտբոլի իմ կարծիքով գլխավոր նպատակը ոչ թե երկրպագուներին հաճուկ տրամադրել, այլ զարգացումն է, որտեղ շատ երեխեք ուզենալով դառնալ ֆուտբոլիստ, իրան գալիս են, պարապում են, աշխատում են, ասենք թե աշխատասիրություն են ձեր բերում, համբերություն, պայքարել են սովորում են ինչ որ որոշում կայացնել, հա,
ֆիզիկապես են զարգանում, շատ օգուտ կարա տա։ Մեջներից ընդամենը 1%-ն է դառնում ֆուտբոլից, բայց բոլոր 100%-ը, եթե դու պրոֆեսիոնալ մոտեցում ես ցույց տալիս, բոլորը դրանից օգտվում են։ Օրինակ ես պարապել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլից չեմ դարձել, բայց մինչև այսօր ես հիշում եմ իմ մարզիչին ու շատ շնորհակալ եմ, շատ բան է ինձ սովորացրել ֆուտբոլ ու ես հետո էդի ուրիշ տեղեր եմ ինչ որ օգտագործել ու հասել այն նպատակի, որտեղ ինձ սովորացրել են։ Այնով որ չի անցել այդ ճանապարհը, ասենք թե խնդիր է ունենում դիմացը, արդեն վախենում է չգիտի ոնց իրան պահի։ Իսկ ով որ սպորտային է, ասենք թե պայքարի չի վախենում, ինքը կարող է ասենք թե համախմբվի ու որոշում գտնի, ճիշտ որոշում կայացնի։ Պարոն Սողոմոնյան, այսպիսի մի հետաքրքիր հարց եմ ուզում տալ։ Տեսեք, դուք ասում եք, որ կան 1%-ն են վերջում դառնում երեխաներից ֆուտբոլիստներ, ու Հայաստանի հավաքականում էլ կան այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք դրսում էլ են խաղում, դրսի ֆուտբոլային ակումբներում էլ են խաղում։ Ինչ են դրսի ֆուտբոլային ակումբներում ավելի շատ հաղթանակների հասնում, ավելի շատ ձեռքբերումներ ունենում, քան Հայաստանի հավաքականում։ Ասել միայն խնդիրը ղեկավարների մեջ է, գուցե ուրիշ ոչ թե տեխնիկական խնդիր է, այլ պարզապես աջակցության, հոգեբանության կամ ինչ որ։ Ոնց, вообще любой լուրջ գործում, եթե լուրջ ենք խոսում, շատ մեծ նշանակություն ունի ազգային մենտալիտետը։ Ու հայերը շատ ընդունակ են։ Եթե մենք նայենք, համար եթե լուբոյ բնակավարում, մենք ունենք հզոր անձնավորություններ եւ սպորտում, մանավանդ անհատական սպորտաձևներում մենք ունենք աշխարհի չեմպիոններ, օլիմպիադայի, էդի գալիս է հենց մեր ազգային մենտալիտետից։ Ու նույն ֆուտբոլի ես համարում եմ, որ մենք ունենք շատ մեծ պոտենցիալ։ Ու իմ ճիշտ ասած գլխավոր ցավը է դա, որ ես մի կողմից այդ պոտենցիալը տեսնում եմ ու հասկանում եմ ինչա պետք անել իրականացնելու, բայց մյուս կողմից ես տեսնում եմ ինչ մարդիկ են զբաղվում ֆուտբոլով, իրանք հակառակ են, իրանք քանդում են այդ ամենը։ Օրինակ մեր մոտ լավ տաղանդավոր երեխա պարապում է, իրան չեն կանչում հավաքականին, իսկի որ նստած է սկամեյքի չի խաղում, իրան կանչում են, որ իր պապան այնտեղ ֆեդերացիայի հետ ինչ որ կապեր ունի։ Հասկանում եք, այսօր ֆուտբոլը Հայաստանում դարձրել են եւ բանակից ազատվելու միջոց, հա։ Եթե դու խաղում ես հավաքական, հետո բեկեմա, դու ծառայելու տեղը 2 տարի ֆուտբոլ ես խաղում ու հետո շատերը ֆուտբոլ են խաղում, ավարտում են, հետո 2 տարի խաղում են, հետո բրծան ֆուտբոլից դուրս են գալիս։ Օրինակ ես բերում եմ այդ թվերը կա, ես իմեյլի եմ հրապարակելու անպայման այդ թվերը, քանի երեխա մենք, ասենք թե բանակից ազատվել են ու քանի երեխա իրանցից դարձել են ֆուտբոլիստ։ Այս են թվերը ասեմ որ հասկանաք 105 Դա անցած տարվա թվերն են, այս տարի ես մի քիչ կտածեմ 105 երեխա ազատվել են բանակից, մեջներից ընդամենը 4 հոգի, ով որ դարձել է կարելի ասել նենց ֆուտբոլիստ, որ կարան խաղան գնացին արտասահման, չնայած մի մաս էլի հետ եկան, դեղ էլ չկարողացան խաղալ, то есть տոկոսը, ու ես զարմանում եմ, որ միայն ես եմ դրա մասին խոսում։ Ճիշտ ասած, դրա մասին պետք է ուրիշ մարդիկ խոսեն, ու իսկ մեր մոտ կային տաղանդավոր երեխեք, որ ստիպված գնաց բանակ ծառայելու, որտեղ իրանք այդ ծանոթությունը չունեն ու դա ամեն ինչը ոնց որ համ ֆուտբոլի մասնակցում, համ լրիվ քանդում է ու մենք տեսնում ենք այդ 17, 19, 21 ես հենց նեն չի որ բերեցի օրինակը, դա հենց այդ տարիքներն է, հենց այդ տարիքներն է, որ ստեղ արդեն մտածում են ավելի շատ ինչ արդյունք ցույց տան, այլ ոնց երեխուն բանակից ազատ են։ Ես հասկանում եմ ծնողներին, հա, ամեն ծնողի համար իր երեխան սուրբ է, բայց все-таки ֆուտբոլի նպատակը մի քիչ ուրիշ է, ու կար սիստեման, գիտեք, այդ սիստեման կար, հա, բանակի հարցը լուրջ է, ու աշխատում էր, շատ աշխատող, մեր երեխեքը օրինակ 19 տարի մինչև 19 տարեկան դուրս են եկել Եվրոպա 2005 թվի այդ Հենրիխ Մախիթարյանի վաղտով եմ ես ասում, մենք ունեցել ենք այդ արդյունքները։ Իսկ հիմա այդ ամենը քանդել են ու խոսքը գնում է ոչ թե միայն ցավոք սրտի այսօրվա մասին, այլ եւ եկուց չեմ ուսորվա, որտեւ այդ երեխեքը պետք է մեծանան ու ներկայացնեն Հայաստանը արդեն։ Հիմա խոսքը գնում է օրինակ Հայաստանում անցկացնել 21-երի աշխարհի առաջնություն, գիտեք, ու սրանք այսօրվա ղեկավարությունը ուզում է ցույց տա, որ դա իրանց ոնց որ, բայց իմ կարծիքով Բայց Հայաստանը ունի այդքան դաշտային ռեսուրս։ Համ դաշտային ռեսուրս չունենք, համանիմաստ է։ Գիտեք, 2019 թվին Հայաստանում անցել էր Եվրոպայի առաջնությունը մինչև 19 տարեկան։ Հայաստանի հավաքականը 3 խաղ պարտվեց խոշոր հաշվով դուրս տարավ։ Իմաստը որն էր, այսքան ասենք թե զբաղվել, չէ, եթե մեր երեխեքը պատրաստ չեն։ 3 խաղ 4-0, 4-0, 4-1 պարտվան, վերջի տեղով դուրս տարան։ Հիմի 21-երի մեջ
Մենք եթե այս ռեյտինգը, Եվրոպան հայտարարում է ռեյտինգ, եթե ռեյտինգին նայենք, գալիս է Սան Մարինո, Գիբրալտար, Անդորա, Արմենիա։ То есть մենք այսօր հայտարարի չէ, մենք ուզում ենք սաղ աշխարհով հայտարարենք։ Բացի դրանից պետությունը դրա վրա շատ մեծ գումար պետք է ծախսի, որտեղ ուզում են դաշտեր կառուցեն։ Ու Մելիք Բեկյանը հայտարարեց, որ ուզում է Վանաձորում, եսի Միջևանում, Վանաձորում բազակ է, իրանք ամեն ինչ արեցին, որ լորի սեփականատերը ներդրող Թովմաս Գրիգորյանը դուրս եկա ֆուտբոլից։ Всё, ինքը ֆուտբոլ ու այդ թիմը մեռավ։ Այսօր այնտեղ բազան կա, որ փող են ծախսել, բայց ոչ ոք չի խաղում, չի պարապում այնտեղ։ Մի հատ էլ ուզում են ստադիոն սարքեն։ Այսօր այդ շրջանում ֆուտբոլ չկա։ Այսօր մարդիկ ֆուտբոլ չեն գալիս։ Իմաստը ո՞րն է այդ փող ծախսելը։ Օրինակ գիտեք Ռուսաստանում ինչ լուրջ խնդիր է, ես էլ գիտեմ, աշխարհարարությունը որ անցավ, ԱԱԿ-ին ստադիոն կառուցեցին, չէ՞։ Հետո առանձնությունը անցավ, իսկ հիմա այդ մեծ ստադիոնները պետքա պահես։ Ոչ մեկ չի ուզում։ Իրանք ձրի միմայթով տալիս են, ասում են վեկալ, բայց պարտականությունով որ դու այդ պահելու ես, բայց մարդուն ինչու՞ն է պետք։ Օրինակ Նիժնի Նովգորոդ կամ Կալինինգրադ, նույն Սոչիում ստադիոն սարքեցին, այդ աշխարհի առանձնությունից հետո մաքսիմում մի անգամ խաղի 10%-ն է հավաքվել։ Այդ մի անգամ է եղել։ Մնացած վաղ դատարկ ստադիոն է, բայց դու պետք է այդ ամեն ինչը հետևես։ Ու ես որ նայում եմ այդ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, ուղղակի լրիվ ցուցադրական, որ ցույց տանք խոսանք, հիմա դա առիթ են ուզում օգտագործեն, որ մնան այդ պաշտոններում։ Բայց ճիշտ ասած մի քիչ այնց անլուրջ է այդ մոտեցումը։ Ու գիտեք ոնց այդ ամեն ինչ կապված է մեր երեխաների հետ, մեր զարգացման, մեր ապագայի, մեր պատվի հետ, հա, ու այնց ոչ պրոֆեսիոնալ մոտեցում իհարկե։ Պարոն Սողոմոնյան, մի քիչ մտնենք ֆեդերացիայի ներքին խոհանոց, այսպես ասված։ Արմեն Մելիքբեկյանը նշանակվեց UEFA-ի գործկոմի անդամ։ Դա ինչ կտա հայկական ֆուտբոլին։ Արդյոք ոչ մի բան։ Ինձ թվում է, դա դաժե վնաս կտա։ Տեսեք, во-первых, ես գիտեմ, ասենք թե ներսից, ես եղել եմ ֆուտբոլում ու տեսել եմ այս ամեն ինչը, բացատրեմ ձեզ ոնց այդ ամեն ինչ եղավ։ UEFA-ն շատ լավ գիտի տեղյակ է ինչ է Հայաստանում կատարվում։ Մեր արդյունքները մենք ենք հետ ԱԱԿ-ին հանդիպել, խոսացել, ինչ է կատարում, իրանք ամեն անգամ ասում են հա, բայց դե ուրիշ խնդիր կա ու ցավոք սրտի էլի ֆուտբոլային չի։ Չիֆիրինյոն իրավունք չունի իր տեխնացիոնը դնի, ինքը 3 անգամ արդեն ընտրվել է UEFA-ի կանոնադրությամբ, ընդամենը 3 անգամ կարած, բայց բարձր ինքը իր թիմը ուզում են շարունակեն։ Ու Հայաստանը եւ էլի մի քանի պետություն առաջարկեցին, որ զրոյացնեն իր սրոք, որ ինքը իրավունք ունենա։ Իհարկե շատ պետություններ դեմ են, բայց դեռ նշանակություն չունի, դեսի Անգլիա թե Հայաստանը, թե ուրիշ փոքր պետություն, ամեն մեկը մի ձայն ունի։ Ու այսօր մեծամասնությունը գնում են նրան, որ իրան էլի ընտրեն։ Եվ Մելիք Բեկյանը ինքը այդ դրանց մեջ է։ Ու իրանց պետքա գործկոմ, որը որ ինչ, ասենք, դրանք որոշել ձայնը կբարձրացնեն։ Նույն բանը ինչ որ Հայաստանում այսօր տեղի ունեցել, որտեղ այսօր Հայաստանի ֆուտբոլի գործկոմը այնտեղ կեսից շատը ոչ ֆուտբոլային մարդիկ են, բայց լուբոյ հարցում իրանք առանց դաժե լսելու ինչ հարց արդեն կողմ են, ոնց ասեցին, տենց քվարկում են։ Հիմա նույնը կատարում է UEFA, բայց խնդիրը միան այդ չի։ Գիտեք, երբ որ sense հեսա ես կարծում եմ կսկսեն նույն Մելիք Բեկյանը կսկսի գլուխ գովալ, որ ինքը ընտրվեց, ու այդ նշանակում է, որ բոլորին բավարարում է։ Գիտեք, երբ որ ինչ-որ խնդիր կա ու դու ուզում ես այդ խնդիրը լուծես, առաջինը դու պետք է ընդունես, որ դա խնդիր է։ Իսկ երբ որ քեզ ասում են ամեն ինչ լավ է, հենա, տեսնում եք, այս մարդուն ընտրել են, ինչ, ամեն ինչ լավ է։ Հաստատին Մելիք Բեկյանին ընտրել են պարզապես, ինչպես ՀՖՖ-ի դեպքում ձեռք բարձրացնող։ Հա, ես համոզված եմ, բացի դրանից ինքը ցույց տա տալիս, ցույց տա տվել արդեն ֆուտբոլում Հայաստանը այսքան տարիների մեջ, որ իրան հետաքրքրում է միան իր անձնական հարցերը, ֆինանսական, հա, օրինակ այնտեղ իր աշխատավարձ կունի մոտ 20,000 եվրո ամսական, չնայած խոսքը գնում է միան մեկ-մեկ պետք է ինչ-որ դար բացացնի, հա, բարձրավոր դրա մասին է։ Իսկ մենք ես համոզված եմ, որ այդ մարդը ոչ մի բան հայկական ֆուտբոլին չի տվել մինչև այսօրը սուրել չի տա։ Մենք ճիշտ ասած ամոթով կմնանք, որովհետև երբ որ ինքը խոսում է, ես որպես ֆուտբոլի մեջից մարդ, ճիշտ ասած ես այդտեղ ամաչում, հա, ու ես կարծում եմ, որ դա նշանակում է, որ հա, ինչ է, Հայաստանում ամեն ինչ նորմալ է, ցենց էլ կարանք շարունակենք, բայց եթե մենք ցենց շարունակենք, ինձ թվում է շուտով ֆուտբոլը вообще Հայաստանում գոյություն չունենա, որտեղ արդեն այսօր մենք ստատիստիկայով որ նայում ենք, ընդամենը 1%-ը, դաժե 1%-ից քիչ է, որ հետաքրում է ներքին առանձնությունով։
հա, որտեղ անհետաքրքիր է դարձել արդեն։ Միշտ այդ պարտություն, սկանդալ, եսի մի ինչ, հա, ցավալի է, բայց ժամանակին գիտեք, երբ որ ես ուսումնասիրել եմ տեսել եմ, ասենք թե Հայաստանի պատմությունում մենք երբեր մեր մոտ եղել դա սովետական վաղտ ամենա ոնց ասեմ մեծ պիկը, հա, երկու անգամ, առաջի անգամ 68 թվին, երբ որ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն, սող ազգը ոնց որ հպարտանում էր, ասենց համախմբել էր։ Երկրորդը 73 թվին, երբ որ Արարատը դարձավ չեմպիոն։ Այդ ամեն ինչը ոնց որ սպորտային է, բայց ոչ թե միայն սպորտ է, դա ազգի ինքնա բանա բարձրացնում է, ոնց են ասում, սամալյուբ էլի, ոնց որ մենք հասկանում ինքնասիրությունը, հա, դա կարևոր բան է։ Իսկ այսօր այդ Վրաստանում ես ինքս տեսել եմ, ես եղել եմ այնտեղ, ոնց են իրանք խաղում, որ դուրս եկան եվրո, հա, ինչ Այ գանք Վրաստան, Հայաստան խաղին էլի անդրադառնանք։ Ինչ պետք է անի Հայաստանի հավաքականն առնվազն, որ գոնե հասնի Վրաստանի հավաքականին, որովհետև բոլորս գիտենք, որ Վրաստանի հավաքականը մինչև վերջին տարիները գրեթե եթե գնահատենք այն գնահատականները, որոնք տալիս են նախկին ֆուտբոլիստները, այդքան լավ ֆուտբոլ չէր խաղում, ինչքան վերջին տարիներին, երբ որ ղեկավարությունը փոխվեց, սկսեցին ներդրումներ անել, այ Հայաստանի հավաքականը ինչպես պետք է հասնի գոնե Վրաստանի հավաքականի մակարդակին, մեր հարևան երկիրն է զուտ համեմատել։ Ես համոզված եմ, որ դա հնարավոր է, առաջին ասեմ, հա, դա նեն չի, որ անհարեն, դա հաստատ հնարավոր, բայց գիտեք, ոնց ես որ ֆուտբոլ, պրոֆեսիոնալ ֆուտբոլի մեջ գնում, ես գիտեմ, որ ամեն մանրունք այնտեղ նշանակություն ունի, մանրունք չկա, ամեն ինչը պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ունի, ոչ թե միայն խաղացողից է կախված եւ մարզիչից, օբշի մտնելորդը պետք է պրոֆեսիոնալ, իրանք պետք է լրիվ կոնցենտրացիան ունի, իսկ այսօր օրինակ երբ որ հավաքական գնում է խաղի, սամալյոտի կեսից շատ է այդ ընկերությունը, իրանք գնում են ոնց որ քեֆի, իսկ ֆուտբոլիստները իրանք զգում են եկել են ստեղ սրանց ոնց որ ուրախացնեն, նո տեղից սկսվում է։ Եթե խոսանք զուտ ֆուտբոլային, իհարկե մենք պետք է առաջնահերթ մեր ֆուտբոլիստներ ունենանք։ Եթե տեսնեք Վրաստանի հավաքականը, համարյա բոլորը ոչ թե միայն վրացի են, այլ իրանք Վրաստանում մեծացած ֆուտբոլիստ են, իրանք մի լեզվով են խոսում, իրանց մոտ ոնց որ սենց երևում է թիմային այդ զգացողությունը։ Մեր մոտ բոլորը տարբեր պետություններից են, իրանք տարբեր լեզվով են խոսում, շատերը հայերեն դաժե խոսալ չգիտեն։ Հա, էլի մասնագիտորեն եթե ասեմ, մարզիչին ընդամենը մի ամիս առաջ նշանակեցին, ինքը չի հասցրեց, գիտեք, մինիմում 3-4 ամիս մարզիչին պետք է, որ ինքը մերվի ֆուտբոլիստների հետ հասկանա իրանց, կարողանա տիրապետիչ, հա, սենց այդ ամեն ինչը բերեց սենց արդյունքի։ Ես ասում եմ, մենք հələ լավ պրծանք, ուղղակի վրացիք ինձ թվում է միտեղ մեզի խեղճացին։ Հա, ամոթ է, շատ ամոթ է, ես օրինակ իմ համար ցավալի է այդ ամեն ինչը, հա, բայց ես համարում եմ, որ դաժե այսօրվա հավաքականը մենք ունենք դեղ տաղանդավոր տղեկ։ Իհարկե շատ ցավալի է, որ մեր Հենրիկ Մխիթարյանը չի խաղում։ Մենք տենց ֆուտբոլիստ պատմությունում չենք ունեցել, որ ինքը համ Եվրոպայում այդքան խաղա եւ Իտալիայի չեմպիոն, լավագույն ինքը առաջատար է, ինքը ոչ թե պրոստը Իտալիայում է խաղացել, այլ պատմությունում չի եղել, որ հայ ֆուտբոլիստ խաղա top 5 լիգայում, իսկ ինքը ոչ թե միայն խաղացել, այլ ամենտեղ առաջատար է։ Այսօր հավաքականին չի մասնակցում, հա, ու բոլորս գիտենք պատճառը, էլի ցավոք սրտի այս ֆեդերացիայի հետ է կապված։ Ու այդ ամեն ինչը եթե մենք կարենային կարգավորենք, ինձ թվում է, որ մի տարի, երկու տարվա մեջ մենք կարանք լուրջ փոխենք, բայց իհարկե պետք է սկսել, ոնց որ ասում են, ռիբը գնիոց գլավի գլխից է պես սկսել։ Եվ գիտեք, ինչ մեկ երկու ասել, այս նույն հավաքականի խաղի իմ համար իհարկե ցավալի էր արդյունքը, բայց շատ հաճելի էր, որ բոլոր ստադիոնը առաջ եթե միան ֆանակումներն են պայքարում, այսօր արդեն լրիվ ստադիոնը բոլորով են, բոլոր երկրպագուները խաղին գոռում էին, որ Մելիքբեկյան հեռացի, ոնց որ արդեն այնքան պարզ է, չէ, արդեն գիտեք ոնց ֆուտբոլը все-таки դա ազգային սպորտ է, դա ոչ Մելիքբեկյանն է, ոչ իմն է, ոչ ինչ որ թիմերին է, դա ազգային սպորտաձև է, ու առաջնահերթ երկրպագուներին է, ու գլխավորը ով որ արդյունքը ով գնահատում է, դա երկրպագունը, եթե ինքը չգա խաղի, ֆուտբոլը մեռնում է, իմաստը կորում է ֆուտբոլի, չէ, ու ֆուտբոլը հենց դրա համար է մասսայական, որտեղ մարդիկ գալիս են, երբ որ բոլոր մարդիկ գալիս են, ու իրանց կարծիքը չեն վախենում, բարձրաձայնում են, երևի արժի լսել, արժի մի հատ մտածել դրա մասին, իսկ սրանք խաղից հետո հայտարարում են, որ մենք ոչ միտեղ չենք պատրաստում դուրս գանք, մենք պլանավորում ենք մնանք, շարունակենք մեր աշխատանքը ու դրանից հետո դաժե ինչ որ ընտրվում են դեր Եվրոպա, ճիշտ ասած
Իմ համար Պարոն Սողոմոնյան, չխոսենք Մելիք Բեկյանի չհեռանալուց, այլ խոսենք, եթե հեռանա, դուք եւ օրինակ Հենրիխ Մխիթարյանին պես ֆուտբոլիստները հետ կգան Հայաստանի ֆուտբոլ, հայկական ֆուտբոլ հետ կգան։ Ես կարամ իմ մասին ասեմ, հա, ես եթե տեսնեմ, որ եկավ ինչ որ անձնավորություն, ով որ պատրաստ է հետ բերի ֆուտբոլ, ասենք թե պրոֆեսիոնալ մոտեցում ցույց տա, ես ազնիվ ասեմ, ես շատ եմ սիրում Հայաստանը եւ ֆուտբոլը, օրինակ ինձ կանչում են համ Կաբիաշվիլին է Վրաստան կանչում, Լատվիայեն կանչում, ասում են արի Փյունիկի պես, որտեղ Վրաստանում գիտեք ինչն է ներողություն, որ Վրաստանը վերադառնում, իրանք շատ լավ ունեն հավաքականներ, մանկապատանական, բոլոր այդ որ ես ասացի մերոմ դուրս չկան, իրանք բոլոր 3 տարիքները դուրս եկան, բայց իրանք խմբերը երբեք Եվրոպայում գրուպավոր դուրս չեն եկել, հա, այնտեղ մի քիչ ուրիշ խնդիր է, իրանք ունեն ներդրողի խնդիր։ Ֆեդերացիան շատ լավ է աշխատում, պետությունը շատ լավ է աջակցում, իսկ ներդրող չունեն, այն վրացիք, որ դուրս աշխատում են կամ ներսի փող ծախսեն, իրանց այդ խնդիրն է։ Մեր մոտ հակառակ է։ Մեր մոտ կան ներդրողներ, բայց իրանք գնում, ես 7-րդն եմ, որ այս 5 տարվա մեջ դուրս եկա։ Հա, ու նենց խոշոր ակումբներ դուրս եկան, Լորի, Սևանը, ինքը իմի Վրաստանում է, կստացի Տիգրան Հակոբյանը փող ծախսում, Գանձասարը քանի տարի ստեղ ծախսում էր, հա, գումար, ես դուրս եկա, ես ամեն տարի մի քանի միլիոն թողնում էի հայկական ֆուտբոլում, ու տանում էի մտավորված, ես հլա պատրաստ եմ ավելի շատ։ Ու զարմանալի այն, որ մենք կունենք, չեն գնահատում, հա, ու կորցնում ենք։ Իսկ այդ իմ կարծիքով այդ երևի ամենագլխավորն է։ Մենք ունենք շատ տաղանդավոր երեխեք, մենք ունենք մարդիկ, որ պատրաստ է գումարը ծախսել։ Բայց այսօր մենք ստեղ ենք գտնվում, իսկ նույն եթե Վրաստանը հետ համեմատենք, իրանք լրիվ ուրիշ լեվելի վրա են։ Պարոն Սողոմոնյան, գանք ձեր կողմ, քանի որ խոսք գնաց ձեր վերադարձի մասին, ում վաճառեցիք Փյունիկը, ովքեր են նոր տերերը։ Այնտեղ իրանք խառն են, այդ գլխավորը ինքը իսպանացի է, ու ճիշտ ասած ես հասկանում եմ, որ իհարկե դա լրիվ ուրիշ ակումբ կլինի։ Իմ համար все-таки Փյունիկը ոչ թե միայն ֆուտբոլային էր, դա ավելի շատ սոցիալական պրոյեկտ էր, որովհետև մի հատ կրկնեմ, որ ընդամենը մի տոկոս կարա դառնա ֆուտբոլիստ, բայց մենք բոլոր 100%-ով ենք զբաղվում, ու ես ուզում եմ, որ բոլորով մենք շատ պրոֆեսիոնալ մոտեցում ցույց տանք, որովհետև ծոներն էլ է ասում, մի նեղվեք, որ երեխեք ֆուտբոլիստ չդարձավ, ավելի լավ, ինքը այդ ամեն ինչը ուրիշ տեղ կօգտագործի ու արդյունքի կհասնի, այդ կորած չէ այդ ժամանակ ամեն ինչ։ Իհարկե, այդ մարդկանց մոտեցումը լրիվ ուրիշ է, ու երբ որ իրանք հայտարարեցին, որ իրանք ուզում են այդ ֆուտբոլ ֆեդերացիայի հետ գործակցեն, որ իրանք նույն ձև են նայում ապագային, ես առանց թաքցնելու իրանց էլ ասեցի, լսեք, այդ սխալ է։ Կարակ չպայքար կռիվ չանեք, դա իմ կռիվն է, ձեր կռիվը չի, հա, ես հասկանում եմ։ Ես Փյունիկի համար չէի կռիվանում, ես հայկական ֆուտբոլի համար էի կռիվանում, հա, ու էլի շարունակում եմ, չնայած արդեն չկան ֆուտբոլում, բայց էլի ես հետևալու եմ, էլի իմ կարծիք անպայմանացրել եմ, այդ ինձ ոչ մի բան չի տա, բայց ես ուզում եմ մեր երկրպագուներին աջակցեմ, որ այդ երեխաներին վախացնում են, ձերբակալում են, գործեր են հարուցում են, բայց իրանք շարունակում են պայքարը, ապրեն էլ այդտեղ գործերում պատմում են, ու իհարկե ինչով կարամ իրանց կաջակցեմ, որտեղ միակույսը այսօր իրանք են մնում, հա, բայց այս նոր սեփականատերները, ես ինչ կարամ ասեմ, դա ուրիշ ակումբ կլինի, մենք ինձ թվում է ունենք բնավորություն, Փյունիկը դրանով էր ուժեղ։ Ես իհարկե ցանկանում եմ հաջողություն, որովհետև ես եմ Փյունիկի մի մասը, այդ իմ սիրտը ոնց որ թողել եմ դեռ ժամանակը, շատ կուզենայի, որ Փյունիկը շարունակի այդ ճանապարհը, ու ինչ որ ինձնից է կախված, ես օրինակ շատ բաներ նվեր տվեցի, ասացի բազայում ձերի մնացեք, ավտոբուսներ նվեր տվեցի, ամեն ինչ որ երեխեքը 2 տարվա ֆորմա, միան թե իրանք ոչ մի բանի կարիք չունենան, բայց ես տեսնում եմ որոշ հարցերում իհարկե ուրիշ ուղղություն է, ոնց կլինի, ինչ կլինի, հիմա չեմ կարող ասեմ, հա, ինչ, եթե ես ճիշտ ասած դաժե ներողություն եմ խնդրում, որովհետև սկզբից հայտարարեցինք, որ ես կմնամ որտեղ խորհուրդներ կտամ, բայց հետո տեսա, որ իրանց չի հետաքրում խորհուրդները, իրանք ունեն իրանց գաղափարը, իրանց ճանապարհը, հա, ու ես իհարկե դուրս եկա, հիմա ես ավելի շատ մտածում եմ այդ տարիքների մասին 6-ից 12, որովհետև այդ ամեն ինչը մնալու է մոտ, հուլիսի 1-ից իրանք բազա մենք տենց ենք պայմանավորվել դուրս են գալու, այդ մեծ տարիքները իրանք անհրաժեշտ են թիմին, որովհետև
լիցենզիավարման հարց է, եթե դա չեղավ լիցենզիա չեն ստանա, բացի դրանից դեռ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են, որ ես հույսով եմ, որ все-таки կդառնան ֆուտբոլիստ ու եւ Փյունիկում հանդես կգան, դեռ շատ տաղանդավոր երեխեք կա։ Իսկ այդ փոքր տարիքները, գիտեք, դեռ մի քիչ դեռ ավելի շատ ոչ թե ֆուտբոլայինն է կարևոր, այլ դեռ ֆուտբոլը առիթ է, որ բնավորություն ստեղծել երեխուն, դեռ տենց մոտեցում պետք է անեն, դեռ ասենք թե արդյունքը այդքան կարևոր չի, դեռ process-ն է կարևոր։ Ու շատ հետաքրքիր է, որ ես ինքներ եմ ծնող ունեմ 3 երեխա։ Օրինակ իմ բոլոր երեխեքը սպորտով են պարապում, երկուսը պրոֆեսիոնալ, հա։ Չէ, թենիս։ Աղջիկս 16 տարեկանը Հայաստանի գլխավոր հավաքականում է թենիսի ելույթ գալիս է, տղես էլ մի քիչ փոքր է 12 տարեկան, բայց էլի պրոֆեսիոնալ մասնակցում է, հա։ Ու ես տեսնում եմ ոնց է իրանց ոնց են իրանք փոխվում, ոնց են բնավոր, գիտեք, ոնց լույս ծնողի համար իմ կարծիքով 3 բանն է ամենակարևորը։ Առաջինը կրթությունը, երկրորդը առողջությունը, երրորդը բնավորությունը։ Եթե մենք կարենանք ապահովենք այդ ամեն ինչը մեր երեխաներին, ուրեմն մենք իզուր չենք ապրել մեր կյանքը։ Կրթությունը պարզ է, դա դպրոցն է, շատ կարևոր է, իսկ բնավորությունը եւ առողջությունը այդ կարա պրոֆեսիոնալ սպորտը։ Եթե ճիշտ մոտեցում ես ցույց տալիս ու երեխեն, ասենք թե այդ արդյունքի համար պատրաստ է, աղոթիչություն պայքարի, աշխատի, համբերություն, այդ ամեն ինչ ոնց որ ինքը կարող է իրանց տիպի կամած ձեռ բերի ու էլի կրկնեմ, դաժե եթե ինքը չդարձա ֆուտբոլիստ, այդ ամենը իրան կյանքում պետք է գա։ Պարոն Սողոմոնյան, որքան արժեր Փյունիկը, որ վաճառեցիք։ Չն դեռ գումար չկար։ Մենք ես դուրս եկա իրանք մտան։ Պարզապես առանց։ Հա, ես ասենք թե այս տարիների ու մահակին, գիտեք, ֆուտբոլը Հայաստանում դա բիզնես չի, դա կորուստներ է, ճիշտ ասած։ Ամեն տարի ես մոտ մի քանի միլիոն մինուս է ու մտավորված է, ես հասկանում եմ այդ ամեն ինչ, ասենք թե նույն Չելայանցը ինձ երբ որ ես նոր եկա ֆուտբոլ, ճիշտ բան ասեց Արտուր, если ты хочешь прийти в футбол, ты должен любить футбол больше, чем деньги. Ասում եմ, ես это не так не приходи. Ես այդ համաձայն եմ։ Ու դրա համար այնտեղ ոչ մի ֆինանսական կողմ չկար։ Ես ուղղակի հույսով էի, դաժե ես ձեզ մի քիչ բաց եմ իրանց հետ խոսում եմ, եթե ես տեսնեմ, որ դուք նույն ուղղությամբ եք գալիս, կարող է ես որոշ տոկոսով գամ, որտեղ օգնեմ, երբ որ սրանք դուրս եկան իհարկե, որտեղ այսօր գիտեք, ոչ թե ես նեղացած եմ կամ ինչ-որ բան, ես ուղղակի տեսա մի բան, որ ես վնաս եմ արդեն բերում։ Նու ես օգուտ եմ բերում իհարկե Փյունիկում, բայց որ ես ներկա եմ, իմ ներկայացությունը դաժե երեխեքին է արդեն վնասում։ То есть ես երեխեքին տաղանդավոր չեն կանչում հավաքական միան նրա համար, որ ինքը Փյունիկի սան է, հա, դա իմ համար արդեն ես չեմ կարող այդ սիտուացիան փոխեմ, էլի ավելի լավ է ես հեռանամ, չեմ ասում արդեն թիմերի, մեր թիմի մասին կամ երկրպագուների մասին։ Բայց կվերադառնաք, այսինքն։ Եթե ես տեսնեմ, որ տենց մարդ կա, ես կվերադառնամ, որտեղ ես տեսնում եմ շատ լուրջ պոտենցիալ։ Ու ես ուզում եմ մասնակցեմ, ու ես գիտեմ, գիտեք, միշտ abidնե է, որ դու այս խնդիրի ոնց որ որոշումը գիտես, բայց չես կարող եկան ասնես, ասում ես, աղա սխալ եք անում, սենց է պետք անել, հա։ Ու ես գիտեմ, ես ուսումնասիրել եմ, ակին ժամանակ եմ ծախսել։ Ու իհարկե, որ ես տեսա, որ նենց անձնավորությունն կա, որ պատրաստ է ֆուտբոլը վերականգնացնել, ես անպայման կօգնեմ։ Պարոն Սողոմոնյան, ինչով եք այժմ զբաղվում Փյունիկից հետո։ Հա, գիտեք, մոտ մի քիչ ազատվավ ժամանակը եւ գումարը, ու ես շատ լուրջ զբաղվեցի հայագիտությունով։ Ու ճիշտ ասած, ես միշտ սիրում եմ մեր պատմությունը, հա, շատ էի կարդում, բայց ես չէի սպասում, որ դա այդքան հետաքրքիր է, ու այդքան լուրջ աշխատանք է, որտեղ այնքան հարուստ է մեր պատմությունը։ Ես չգիտեմ տենց ուրիշ ինչ-որ ասկ, որ այդքան ունի, ու մենք շատ լուրջ մոտեցանք, շատ պրոֆեսիոնալ մոտեցանք այդ հարցին, այնտեղ երկու ֆոնդ է, մեկը կոչվում է ֆոնդ Անիվ, մեկը ֆոնդ Наследие Прогресс, ես ոնց որ ներկայացնում եմ Наследие Прогресс, մենք գրքեր ենք տպում, կինոներ ենք, ասենք թե ամսի 25-ին կինոյի պրեմիերան արնելու Երևանում Արդավաստ երկրորդի մասին, բայց ավելի շատ գրքեր ենք հրապարակում հայ հզոր անձնավորությունների մասին կամ ինչ որ մեր պատմությունը ինչա տեղի ունեցել, օրինակ հիմա մենք գիրք տպեցինք, ես ասում եմ այդ գիրքը ցույց տամ, ունվեր տամ ձեզ, հույսով եմ որ հա այդ գիրքը մեր որբերի մասին է, Եղեռնիից հետո թուրքերը դե
սկզբից ոչնչացնում են բոլորին երեխեքին, բայց հետո որոշեցին երեխեքին պահեն, դարձնեն թուրք ու ասում են, որ հայ երեխեքը կարան իրանց օգուտ բերեն ու մոտ 25 հատ որբանոց էր Թուրքիայում, որից ամենամեծը գտնվում էր Անտուրայում, այնտեղ մոտ 1000-1100 երեխա կար, 5-ից մինչև 10 տարեկան։ Ու իրանք շատ դաժան են վերաբերվում, մոտ 400 երեխա մահացան այդ որբանացում 4 տարվա ընթացքում, շատ դաժան են, ճիշտ ասած այդ գիրքը որ կարդում ես, շատ ուժեղ գիրք է, ես խորհուրդ եմ տալիս, բայց մեկ-մեկ արդյունքները իրան գալիս են, որովհետև սենց ու գիտես ինչն է զարմանալի, իրոք շատ։ Ես դաժե այդ գիրքը ռուսներն են շատը կարդացել ու շատ այս գրքի մասին մի քիչ կպատմեմ, ու այդ երեխաներից ընդամենը մեկը կրոնը փոխեց, ընդամենը մեկը դարձավ մուսուլման։ Իսկ իրանց ասում են, եթե դարձաք մուսուլման, ամեն ինչով ձեզ կպահովենք։ Չէին կերակրում, ծեծում էին, արգելում էին հայերեն խոսային, երեխեքը 5-ից 10 տարեկան գիշերները հավաքվում են, հայերեն աղոթում են։ Մեծերը սովորացնում են փոքրերին, որ լեզուն չմոռանան։ Սովից մեռնում են, մեծերը գնում են ինչ-որ հաց էին գտնում բերում, փոքրերի հետ կիսվում են։ Ու այդ մարդը Գառնիկ Բարյանը, ինքը անցավ այդ ամեն ինչը, հետո ապրում էր Լիբանանում, դարձավ հայտնի գրող ու գրեց այդ գիրքը, դա 60 թվին է հրապարակվել։ Ցավոք սրտի ոչ Հայաստանում, ոչ Սովետում, ոչ Ռուսաստանում չի տպվել։ Այս գիրքը մի քանի անգամ տպել են Ամերիկայում, Ֆրանսիայում, ու հետաքրքիր է, որ ահագին մեծ տիրաժով տարածվել է։ Մենք առաջի անգամ այս տպեցինք այսօր Ռուսաստանում ու այս տարվա մեջ հայերեն լեզվով դուրս է գալու Հայաստանում։ Ինձ թվում է, որ մարդիկ պետք է անպայման իմանան այդ ուսումնասիրեն ու այդ գիտեք ինչ, այն ինչ որ մենք անում ենք, մեր համար շատ կարևոր է, որ ամեն ինչ փաստավորված լինի։ Ասենք թե մենք գրքեր ենք հրապարակում մեր հզոր հայերի մասին։ Այս տարի օրինակ Նուբար Պաշայի 200-ամյակն էր։ Մենք գնացել էինք Եգիպտոս, ունդեղ նշում են իր 200-ամյակը, Հայաստանում դրա մասին ոչ ոքի բան չասեց, կամ անցած տարի Լորիս Մելիքովի 200-ամյակն էր։ Մենք ամեն մեկի մասին գրքեր ենք գրում Սերգեյ Պարաջանովի, հիմի Սողոմոն Թելերյանի։ Շատ հետաքրքիր անձնավորություններ են, շատերը ոչ միայն Հայաստանում, Հայաստանից դուրս հասել են ինչ-որ արդյունքի, ու երբ որ մենք ուսումնասիրում ենք, Ամ շատ հետաքրքիր է, համեր գիտեք ոնց դու սովորում ես, դու հարստանում ես, երբ որ կարդում ես։ Ու հիմի մեր մոտ գործի մեջ, ասենք թե 31 հատ գիրք է, որ մենք աշխատում ենք, գիտնականներ են աշխատում, մենք ունենք 8 հոգի հայագետ, որից 6-ը հայ չեն, բայց հայերեն խոսում են, ու շատ նենց լուրջ զբաղվում են այդ ամեն ինչով, ու այս տարվա վերջ մենք ուզում ենք արդեն ինստիտուտ բացենք, ինստիտուտ Գրիգոր Նարեկացի, ու այդ ամեն Հայագիտության ինստիտուտ, այդ ամեն ինչով զբաղվենք արդեն ինձ։ Պարոն Սողոմոնյան, եթե փորձենք եզրափակել մեր այսօրվա զրույցը, ինչ կմաղթեք այն երկրպագուներին, ովքեր պահանջում են Մելիք Բեկյանի հրաժարականը։ Առաջինը ես իրանց իհարկե շնորհակալություն կասեի ու կմաղթեի, որ մինչև վերջ պայքարեն, որովհետև այսօր երևի իրան ձեռն է մեր ֆուտբոլը, համ այդ ֆուտբոլը իրանցն է, համ էլ այսօր ինձ թվում է երևի միան իրան կարող են փոխեն այսօրվա իրավիճակը։ Դա համար ես իհարկե իրանց մաղթում եմ, որ իրանք չկանեն։ Ես ցանկանում եմ իրանց ամենակարևորը, որ իրանք չվախենան, որտեղ այն ինչ որ իրանք ցույց են տալիս հայ իրանց այդ բնավորությունը այդ շատ կարևոր է։ Ես համոզված եմ, որ վերջը վերջոց իրանք կհասնեն իրանց նպատակի։ Դրա համար Ջան, պայքարեք ես։ Հույսով եմ, որ կարողանանք սյոտիկի փոխենք այս իրավիճակը այսօրվա։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, որ զրուցեցիք մեզ հետ։ Հանդիպենք։